Բարև ձեզ, շարունակում ենք մեր գրական դավադրությունների շարքը։ Այսօր մի փոքր սիմվոլիկ է ստացվում, թե մեր ընտրած ստեղծագործության եւ թե մեր, այսպես ասած, YouTube-յան ալիքի հետ կապված, որովհետեւ ինչպես գիտեք, մեզ դուք արդեն դիտում եք 1991 TV YouTube-յան ալիքում, ու այսօր մենք խոսելու ենք 1984 գրքից, ստեղծագործությունից Ջորջ Օրուելի 7 տարի առաջ։ 7 տարի առաջ, այո։ Ինչ էր եղել 7 տարի առաջ։ Իրականում պետք է նշել հանրարդարության, որ Օրուելը այդ մասին այս գիրքը գրել է 1900 սկսել է 34 թվականին, ինքը ոնց որ 50 տարի հետոյի իր տեսլականն է փորձել ներկայացնել, եթե չեմ սխալվում վերջացրել 30 կամ 39 թվականին, այդ ժամանակ հրատարակվել։ Գիրքը ենթադրում եմ, որ բավական հայտնի է, բավական քննարկված է, գուցե շատերը կարդացել են, ովքեր չեն կարդացել, միանշանակ խորհուրդ ենք տալիս, որովհետև համարվում է անտիուտոպիաների լավագույն օրինակներից, թեև ես որոշակի համաձայնություն ունեմ Aldous Huxley-ի Նոր ճգնաղ աշխարհը համարում եմ ավելի լավն է, ավելի ճիշտ կանխատեսում էր, բայց ինչ հետաքրքիր, այսպես ասած, նյուանս կա այդ երկուսի մեջ, եթե Huxley-ն ավելի չակերտերում ասենք, հա ժողովրդավարական հանրությունների կառավարման համար է, ապա 1984 Օրուելի հենց տոտալիտար երկրների համար է, որոնք հանրարդարության այդքան էլ քիչ չեն մերօրյա իրականության մեջ։ Հակը հետաքրքիր գիտես, որն է ոչ միայն ճշմարտությունը, ինձ թվում է Օրուելը Huxley-ին ինչի հաղթեց, որովհետև եթե հիմա Հայաստանն ենք վերցնում, Անասնաֆերման ու նաև 1984-ը Հայաստանին ավելի մոտ է, քան ճգնաղ աշխարհը։ Ինքը շատ ավելի մոտ է եւ կերպարներով, ես ինչի եմ ուզում հիմնական այն եւ հիշողության կորստով։ Այսինքն հիմնական մեխը ինչի ավելի հակված են դրան, չնայած Հայաստանում ավելի տարածված է Անասնաֆերման, ինքը 1984-ը մի փոքր ստվերում է բանին, բայց հենց բուն բանում Անասնաֆերմայում ինքը հիշողության կորուստը այդ ձևի նկարագրված չի, բայց 1984-ը ամբողջությամբ եթե այսպես նայենք, ինքը Մանդելայի էֆեկտի բացահայտումն է։ Ես չգիտեմ որն է առաջինը եղել էֆեկտ Մանդելայի տեսակետը թե գիրքը, բայց ամեն դեպքում այսօր ինչ որ կատարվում է Հայաստանում դա էֆեկտ Մանդելան է։ Հիմա դե վիճի հետս թե ինչի է Huxley-ն ինքը հիշողության կորստի մասին ինչ որ բան դրվագներ կան, ինքը հիշողության մասին բան չի անում։ Չէ, շատ ճիշտ է, դա է։ Իրականում 3 ստեղծագործություն էլ տեղ ունեն, այսպես ասած, երբ որ որոշակի տոկոսային հարաբերակցությամբ, հա։ Ինչի Անասնաֆերման Հայաստանում տարածված, որովհետև այնտեղ հենց հեղափոխության գաղափարն է։ Այսինքն Անասնաֆերման խոզերը, կենթաները ապստամբում են, արդարները ավելի արդար են, բայց նախկիններին զրկում են իշխանությունից, իրենք են գալիս, բայց հետո ի վերջո երևում է, որ ասած ամեն ինչ այդքան էլ պարզ չի, ինչքան թվում է։ Բայց մի բան էլ ես քեզ կասեմ, նույն Անասնաֆերմայում էլ կա հիշողության գործոնը, որ բանա, այդ դուք հիշես, որ ոնց որ ասած այդ երկու գլխավոր խոզերն են, որոնցից մեկը այդ Ձյունիկը, Նապոլեոնը, հա։ Ու եթե պայքարի հիմնական բովում հեղափոխության շրջանում եւ ավելի առաջադիմական, ավելի նույնպես ենք այդ դեպքում ֆերմայի իրականում պետության զարգացման ավելի ճիշտ ուղին Ձյունիկներ ունեցել, բայց հետագայում իշխանությունը կորցնելուց հետո, այսինքն Նապոլեոնյան վտարում է, հետո սկսում է անցյալը այնպես փոխել, որ իրականում պարզվում է, որ բոլոր այսպես ասած գլխավոր դերերում եղել է հենց ինքը։ Որոշի համապատասխանել իրականությանը։ Հետաքրքիր է բոլոր դիկտատորները իրանք վերջում իրանք իրենց Նապոլեոն են կարծում, իրենց թվում է որ իրանք ալֆան են ու օմեգան են, ու իրանք իրանց են, ու իրանք իրանց սեփական ճշմարտությունն են ուզում անեն։ Այստեղ մի հատ հետաքրքիր բան, էլի Մանդելայի էֆեկտին կանդրադառնանք, թե երկու հարց եմ ուզում տալ, թե արդյոք ճշմարտությունը այն է ինչը որ անընդհատ կրկնվում է, մարդը անընդհատ կրկնեց ու ինքը միանգամից ճշմարտություն է դառնում, ու երկրորդ հարցը սուտը, եթե արդեն Գեբելսյան քաղաքականությունը, սուտը ոնց է վերափոխվում ճշմարտության, ինչ միջոցով է, եթե մեծամասնությունը ինչ որ մի հատ ստին հավատում է, ինքը հնարավոր է այդ ճշմարտություն դառնա, թե հնարավոր չի, որովհետև բոլորին եթե հավատացրեցին այդ ստի մեջ, ինքը արդյոք դրանով ինքն իրենով ճշմարտություն կդառնա, թե չի դառնա։ Մի հատ դու էլ անդրադարձի էֆեկտ Մանդելան դու բացի մի հատ տես։ Իհարկե, դա սկսենք Գեբելսից, իրականում հենց Գեբելսը չերել թաքցնում քարոզության իր նպատակը, ինքը ասում էր մեր նպատակը ոչ թե ճշմարտությունը ասելն է, այլ
սուտը այնքան անգամ կրկնելը, ինչ մարդիկ սկսեն դրան հավատալ։ Ստեղ մի հատ հետաքրքիր նյուանս կա, հենց բուն այսպես ասած պատմության երևույթի մասին, հա, դե հայտի խոսք կա, որ պատմությունը գրում են հաղթողները, ի տարբերություն ասենք ճշգրիտ գիտությունների, հա, մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ քիմիայի, պատմությունը մեկնաբանության գիտություն է կամ տեսություն է։ Այսինքն նույն իրադարձությունը հնարավոր է նախ խմբագրել մի քանի ձև։ Այդտեղ էլ ուզեցի ասել, որ ամեն հնարավոր է հիշողությունը սրբագրել։ Միանշանակ։ Մենք դա տեսնում ենք, բայց մի հատ էլի այսպես ասած նյուանս, առայժմ երևի թե դա ավելի հաջող ստացվում է տոտալիտար համակարգերում։ Որովհետև եթե մենք խոսում ենք բաց համակարգերի մասին, հա, բաց հասարակությունների մասին, այն ինչ նկարագրվում է Aldous Huxley նոր ճգնաղ աշխարհում, ապա այնտեղ ուղղակի ինֆորմացիոն պատոկը այնքան շատ է, հա, գուցե պատմությունը խմբագրվում է, բայց ճիշտ ճշմարիտ պատմությունն էլ ինչ որ միտեղ այն անկյունում կա։ Ուրիշ բան, որ այդ մեծ հոսքի մեջ իրան հասանելիությունը շատ քիչ թվով մարդկանց։ Ուրիշ բան քեզ ասեմ, եթե ճշմարտությունը բռնում ես, փակում ես փականի մեջ, ինքը ակելված պտուղի էֆեկտ է լինում։ Ու հիմա ինչի է ավելի վտանգավոր, որ մի քանի իրականություններ է ստեղծվում, որ ճշմարտությունը դրա մեջ է կորում։ Ոչ թե իրենք փակում են ճշմարտությունը, որ մարդը ձգտի ճշմարտության, չէ, ալտերնատիվ։ Ինքը ոչ, ինքը արժեզատկում է այդ ճշմարտությունը։ Այսինքն այնքան ալտերնատիվ ստեր են հորինում, այսինքն մեզ ուզում են ասել, որ դու հիշողություն չունես, դու պատմություն չունես, ու ամենավտանգավորը այսօրը որը կարա լինի, որ մարդկանց հիշողությունները վերացնելը, որ դուք հաղթանակ չեք կրել երբևիցե, դուք հաղթանակ չեք ունեցել, դուք հաղթող ազգ չեք, դուք երբևիցե Արցախ չեք ունեցել, Արտերաստություն չեք ունեցել, դուք Արարատ լեռ չեք ունեցել, դուք ընդհանրապես քրիստոնեություն չեք ունեցել, դուք հավատ չեք ունեցել, դուք ոչ մի բան եք։ Ու դա խփում է ազգի գենոֆոնդին, ընդհանրապես ազգը ոչնչանում է որպես ինքնություն։ Եթե դու ոչ մի բան չես ունեցել, ի՞նչ է։ Այսինքն արհեստական ճշմարտություն է ստեղծվում, ու դրա ինչի հիմքի վրա է ստեղծվում, այ կամ այդ ով է ստեղծողը, ով է պատվիրատուն այդ ճշմարտությունը ստեղծողի։ Չէ, միանշանակ, տես, այստեղ էլի մենք եթե դատում ենք մեր օրից, մենք այս թեմանի միջալոց նախորդ մեր եթերներից մեկի ընթացքում քննարկեցինք, բայց շատ հպանցիկ։ Ես ամեն դեպքում կուզեի շեշտը դնել, գիտես ինչի վրա։ Ժամանակ է պետք, առնվազն 1-2 սերունդ, որովհետև հիմա պարզվեց, որ այդքանը 2 սերունդ չէ։ 5 տարի հետո միանք նախորդ էֆիրներում 5 տարվա մեջ դու ես այդ քո ասածնա, ոնց մարդկանց կարացան ասեն, դու ես քո ասածն եմ ասում, ես չեմ, ասի 5 տարվա մեջ երբևէ մեկին կպատկերացնեի, որ երեսով կտար փողոցում ինչ որ մեկին կասեր դու փախնող ես, դու Ղարաբաղցի ես, դու փախել ես քո պատերի, դու ով ես, այսինքն որևէ մեկին, այսինքն այն մարդիկ, որոնք որ տարիներով, տասնյակ տարիներով մաքարել են, պայքարել են, ինչ կրնել հաջողորեն ամեն ինչով, այդ ամեն հականը ոսկե այն Ղարաբաղցիների մասին չի, ովքեր որ փախան, եկան Հայաստան, սկսեցին թալանով զբաղվել, ոչ այն Ղարաբաղցիները, որ մինչև վերջին օրը իրանք մնացել են, ու այդ Ղարաբաղցիներին որևէ մեկը փորձել մի հատ բան ասել, ինչ կներ հաջորդ օրը, ինչ անվանում կա։ Իսկ այսօր դա ամենաբարձր մակարդակով է։ Ու մեկ էլ մի հատ էլ շատ ավելի խորքային բան է, որը որ էլի ուսումնասիրության թա, թե արդյոք մարդը ինքն իր ինքնության հետ ինչ ալնում, որ երկու իրարամերժ հիշողություններ է մարդու մոտ առաջանում։ Դա էլ 1984-ի մեջ կա, որ ինքը մեկը կա, մի հիշողությունը կա դրված, հիմա մի հատ նոր բան են ներարկում, դու որպես ծրագրավորող էդի կարաս անես, ոնց որ մի պրոգրամը կա մարդու մեջ, հիմա երկրորդ պրոգրամն է, ու այդ երկու ծրագիր ոնց է մարդու մեջ աշխատում։ Այսինքն մեկը մեկին պետք է ոչնչացնի։ Հիմա մենք գտնվում ենք այդ process-ի մեջ, որպես ծրագրավորող դու շատ լավ կբացես։ Երկու ծրագիր ոնց կարա մի պետության մեջ աշխատի։ Այսինքն եթե մի ծրագիրը դրված է, հազարավոր տարիներով դրված է, ծրագիրը ազգի գենոֆոնդի մեջ ծրագիրը դրված է։ Հիմա երկրորդ ծրագիրն այսպես հիմա ինչ կուզեն ասեն պրո-ադրբեջանական, թե ադրբեջանա-թուրքական, թե դնում են երկրորդ ծրագիրը, որը պետքա աշխատի այս մեխանիզմի մեջ։ Ինչ պետքա լինի երկու մարդու ինքնության մեջ։ Հիմա մարդը իր պատմուտատուց լսել է պատմություններ, կամ իր ծանոթներից լսել է, գիտի որ որտեղից են, ինչ ուր են գնում, ու մեկ է մի հատ նոր ծրագիր է ալնում, այսպես ասած իրական Հայաստանի ծրագիրը, ու ինչ ալնում է պրոգրամի մեջ։ Դու կոմպյուտերով բացատրի, ծրագրավորումով բացատրի, նույն համակարգչի մեջ երկու ծրագիր ոնց է աշխատելու ու ինչ արդյունք է ստանալու։ Կամ մեկը մեկին պետք է ոչնչացնի, կամ ինչ որ ընդհանրապես բանը պետքա փակես գնաս այսին ծրագիրը։ Մի հատ որպես ծրագիր միանշանակ երկու ծրագիր իրար հետ միաժամանակ չեն կարող գոյատևել, հա, դա կամ մեկը մյուսին ոչնչացնելու է, կամ ինչ որ մեկ բախում է տեղնալու։ Բայց
պատասխանելով քո հարցին, ես էլի վերադառնամ այն նախորդ ասածին, ինչ եմ ասում, որ սերունդներ են պետք։ Այ հենց այս սերունդերի, այսպես ասած, իմ քո ժամանակակիցների մոտ այդ բախումը։ Արի մենք գնանք ուրիշ կետից։ Արի մենք դիտարկենք այն դպրոցականներին, ովքեր հիմա 5-րդ, 6-րդ դասարանում պայմանական սկսում են ասել հայոց պատմություն։ Նախնադարից գալիս է։ Ինքը 0-ից դնում է, այսինքն նույն իսկ այնտեղ բան, այսպես ասած, հա, սպիտակ թուղթ է։ Ճիշտ է, այլ ծնողներից, տատիկ պապիկներից լսած այդ պատմությունը, բայց ամեն դեպքում դպրոցում ուսուցիչները լուրջ դեմքով կամ այդ դասավանդը սկսում է հիմա 84-ից է սկսվել, ամենին սկսում է 18 թվականի 2018 թվականից։ Մինչև մենք ոչ պետություն ենք ունեցել, ոչ ազգ ենք ունեցել, ոչ մի բան չենք ունեցել, 18 թվին եկան փրկիչներ, Նապոլեոնները, եկան Նապոլեոնը եկավ ու ինքը ազատագրեց հայ ժողովրդին հազարամյա մի հատ էլ բան կա էլի 1984-ի մեջ էլի շատ հետաքրքիր բաներով մարդը էմոցիան է, իրան հիշողությունը էմոցիան է, թե փաստը։ Այսինքն ինքը էմոցիայով է անցալում, թե ճշմարտությունը, թե զուտ փաստերով, որովհետև նույն եթե նայում ենք այդ այսպես կոչված հեղափոխությանը, ինքը որևէ փաստագրական բան չկար, ինքը էմոցիայի վրա հիմնված ու հիմա այսօր մենք ապրում ենք արդյոք փաստերով, թե էմոցիաներով ու հետագա ընտրություններում մարդիկ գնալու է ինքը հիշողությունը որպես այդպեսին ինքը էմոցիոնալ հիշողությունն է պահվելու մոտ թե փաստերով թե ինչ են խոստվել ինչ են եկել թե ինչ էմոցիայով են եկել ինչ ու այդ էմոցիան ինչա փոխանցել այստեղ ես մենք ճշտող հաս պետք է տամ ինչն է փաստը իրականությունը փաստը հիմա քեզ թող մի քիչ բացեմ արդյոք դպրոցական դասագրքում գրվածը կամ Հայաստանի Հանրապետության ղեկավարի որևէ հայտարարությունը պաշտոնական մակարդակում դա փաստ է թե չէ ինչի հետ կապված իր որպես ասած փաստ որպես ասելիք որի դատերը իր ֆիքսվել է իր ասած միտքը ինքը իրանա բայց ինքը թե արդյոք էդի համապատասխանում է իրականությանը թե չէ դա տարբեր լավ ենթադրենք եթե հիմա Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայով մարդը Խոստանում է գալիս է իշխան ասում է ես գալու եմ անդրեն դերև նախընտրական ծրագրում ինքը փաստ է չէ որ դրվել է հիմա փաստ է չէ որ դրա տեղը հիմա մենք Արցախ չունենք հիմա ինչ է լինում ճշմարտությունը այսինքն ոնց է վերափոխվում էդի այսինքն ոնց է մարդը ինքը փաստ է չէ որ մարդը հայտարարում է որ բոլոր թալանչիները քյաբաբ պետքա հետ վերադարձենք հիմա որ մի թալանչինա մի հոգի անունտու որը բանտում է գտնվում մի հոգու թալանչու անունտու այսինքն ո՞րն է եղել բայց դա բազմաթիվ ասենք հոգեվորականների ո՞րն է որ Արցախը Հայաստանի եւ վերջ հայտարարությունը եղել է, բայց հիմա ի՞նչ է, ո՞րն է փաստը։ Հիմա փաստերն է, հետո ո՞րն է ալնում, այսինքն հիմա ո՞ր ծրագրով շարժվեց։ Նոր փաստը դե ունեք 84-ում մի հետաքրքիր բան կա, չէ՞, նոր լեզու կոչվածը, նոր տերմինոլոգիա մտցնելը, օրինակ հա շատ լավ ճիշտ ասում, Արցախը Հայաստանը եւ վերջից անցում դեպի Արցախը երբեք Հայաստան չի եղել, Արցախը մեր վզին փաթաթված թոք է եղել, Արցախը իմպերիալիստական, այսպես ասած, նախագիծ է եղել, այդ ամեն ինչի անցումը տևեց 5 տարի։ Որ դու նոր ասում ես սերունդներ պետք է լինեն, բայց ո՞նց սերունդ է, ո՞նց եղավ։ Հիմա, չէ, իվարկյան, ես շատ ուրախ եմ, որ մենք բանավեճի մակարդակում ենք, իրականությունից շատ դուր է գալիս։ Իմ ու քո մոտ մենք հասկանում ենք, չէ, եւ մեզ դիտողներն էլ վստահ եմ հասկանում են, որ այս երկրորդ ճակերտներում փաստերը, կեղծ փաստեր են, սուտ են, իրականության վրա հիմնված չեն, քաղաքական դիտավորյալ մեկնաբանություն են այս րոպեական։ Բայց եթե մենք խոսում ենք, որ նոր եկող սերունդը, եթե օրվելյան տոտալիզմի պայմաններում լինի, տոտալիտարիզմի կամ Հաքսլիան այդ ինֆորմացիոն այն հեղեղի մեջ, եթե այ օրինակ հանուն արդարության, սա պետքա փաստենք, իշխանական լրատվամիջոցները մեդիա դաշտում ավելի շատ են, ավելի մեծ լսարան ունեն, քան ընդդիմադիր դաշտի կամ անկախ, ինչքանով հնարավոր է անկախ լինել, հա։ Այսինքն եթե մարդը Facebook-ում, Telegram-ում կամ հեռուստացույցով, ընդ որում հաստատ չմոռանանք նաև հանրային հեռուստաընկերություն, որ պետքա բոլորի համար օբյեկտիվ տեղեկատվություն սփռի, որովհետև հարկատուների հարկերով է գոյանում, այսպես ասած, իրենց աշխատավարձ եւ գործունեությունը ծավալվում, բայց իրանք ունեն կողմնակալ վերաբերմունք, դա էլ է փաստ։ Հիմա երբ որ ել եմ ասում, խոսենք այն մարդկանց մասին, ովքեր դեռ ընտրության մասնակցելու իրավունք չունեն, հա, դպրոցականների մասին։ Իրանց ստացած 10 ինֆորմացիայից
Արցախյան հարցի շուրջ, մեր այսօրվա իրականության, Եվ 18 թվականին Արարատ, ցեղասպանություն այդ ամեն 10-ից պայմանական 7-ը կամ 8-ը լինելու է։ Հա, եթե դիսով են, որ 20%-ը դիմությունը կարողանա ճիշտ թեզերը իր կամ անկախ փորձագետների լրատվականները ճիշտ մատուցեն։ Այն ճշմարտությունը, որը եղել է մինչ այս ձևախեղումը։ Այսինքն եթե 10 ստացած ինֆորմացիայից 8-ը կեղծ է, սա գալիս ենք արդեն Գեբելսին, գալիս ենք Մանդելայի էֆեկտին, որ ոնց կարողացան 5 տարի, 10 տարի, 20 տարի հետո այդ շրջանակը, ովքեր արդեն լինելու են հայ ազգի սերուցքը այն առումով, որ երիտասարդություն, հա իրանք ոնց որ շարժիչ ուժն են լինելու, հայ ինքնություն, այդ գենը ինքնությունը շարունակողները ձևավորվում են այսօր մի միջավայրում, որը այս կեղծ նոր լեզուն է ներդրել ու կեղծ թեզերով։ Դրա համար ընթրի գիտես որն է, այսօր մենք խնդրի մեջ չենք։ Մենք խնդրի մեջ ենք լինելու 5 կամ 10 տարի հետո։ Երբ այսօրվա թեզերով մեծացած դպրոցականները դառնան երիտասարդ։ Մենք կարող է երնեք տանք այսօրվան, որովհետև մենք հենց կարողանում ենք խոսալ։ Եթե այսպես ասած 5 տարի առաջ մենք չէինք կարողանում պատկերացնել, որ այս թեմայի մասին խոսանք, Absolutely absurd է, 1984-ն էր absurd, երբ որ Օրուելը գրում էր, լրիվ absurd է։ 5 տարի հետո դու ինչ գիտես, որ մենք խոսալու ենք 100 կամ 200,000 ադրբեջանցիներ վերաբնակեցած Հայաստանում ու ադրբեջանցիների ազգային փոքրամասնության պաշտպանությունը արդյոք արժեր թե չարժեր։ Հիմա եթե մարդկանց արգելում են Արցախ վերադառնալու իրավունքը կամ գույքի պաշտպանության իրավունքը քննության առնելու փաստն են բանանում։ Հետո ինչ գիտես բանի տա կամ նույն ձևի հիմա եթե այսօր քարտեզ են ցույց տալիս, քարտեզը հլվոր ամբողջական քարտեզ այսպես առանց արծվաշենի, հաջորդ օրը եթե սկզբից դու եթե ուշադիր նայիր, սկզբից արծվաշենը կետով էր ցույց տալի։ Հետո արծվաշենը դուրս եկավ։ Հիմա արծվաշենը դուրս եկավ, դու ինչ երաշխիք ունես, որ անկլավներն էլ ծակեր չի լինելու այդ նույն քարտեզի մեջ ծակեր առաջանալ գծով լինի, այսինքն դու ոնց ես բանանում, այսինքն որևէ երաշխիք կա ստեղ, ու դու абսուրդը էլի շարունակվելու, էլի իրականություն առնելու ու մարդիկ ներկայացնելու են, որ երկու ազգերը պետք է իրար հետ համատեղ ապրեին։ Դու կարող ես լավ էլ ապրել ենք։ Հա, դու երբևէ կպատկերացնեիր, որ մարդը ռազմագերիների բանի արկայության պարագայում ինքը նույն ձևի բանի վրա 2 ամիս հետո ռազմագերիները կազատվեն 2 ամիս համբեր է 6-րդ տարին է ընդհանուր այսինքն այդ ընդհանուր մթնոլորտը եթե սուտը վերցնում ես ինքը դու սահման չունես եթե որ վերցնում ես պետության կառավարման հիմք սուտը դու ընդհանրապես եթե 1984-ն ես վերցնում թեմական անասնաֆերման դու որևէ սահման չկա սահմանում չկա ճշմարտության հիմա եթե վերադառնանք քրիստոնեության թեմային ճշմարտությունն ու Աստվածը ինքը մի հարթության մեջ են որ քայլը արվեց ճշմարտությանը դեմ ինքը արդեն բարոյական ամեն ինչն դեմը ու այստեղ ամբողջ պատկերը որ ուզում ես տեսնես ամբողջ պատկերը այդի ոչնչացումն է մեր ինքնության Աստծո ոչնչացումն է այստեղ վերցնենք Հայաստանն էլ մի կողմ դնենք ընդհանուր ճշմարտությունը ոչնչացնելը ինքը Աստծո հակառակ քայլեր ես անում, այսինքն դու եթե վերցնես դու աստվածաշունչ ես բանանում, սրբագրում։ Ես առաջարկում եմ սա այսպես բան էլի պրամիջուտեչնի։ Մենք խոսենք նաև Նիչեից, հետագայում օրից մի օր։ Հենց այդ Աստծո սպանելը, դու շատ լավ նշեցիր, Աստծուն սպանում են, այո, այդ Աստծո սպանման փաստը Նիչեն է շատ լավագույնը դրսևորել։ Հիմա վերադառնամ քո ասածին։ Բայց դու հետ համաձայնվեցիր, որ խնդրեմը այսօր չի։ Այն ինչ այսօր ունենք, որովհետև այսօր է խնդրեմը, եթե դու այսօր դու չես կարող ստուտը բնի մեջ խեղդես, ստին համարժեք, հիմա դու ստեղծում ես շատ նույն բանը ասվում է, անընդհատ կրկնվում է, ամեն կանալներով կրկնվում է այդ ստուտը դու մարդ չես եղել, դու ոչնչություն ես եղել, դու ընդհանրապես ազգ չես եղել, դու երբեք հաղթող չես եղել, դու միշտ պարտավոր ես եղել, դու ստրուկ ես եղել, դու ծառայող ես եղել, դու ֆորպոստ ես եղել, դու գուբեր վերջ Բայց դրանով արդեն հավասարացնում որ վաղը դու կարող ես վիրայեթել լինես, դու ամեն ինչ կարող ես լինես։ Դու ջնջում ես քո ինքնությունը, եթե մենք այսօր չկարանանք այդ ստին դեմը առնենք, վաղը այդ սուտը դառնալու է աճելու է, այդ ոնց է աճում, բանը երգը ոնց է Twitter-ի փոքր ոնց է աճում,
նշան է, թռչունը ծիտիկը դառնում է դինոզավր։ Այդ սուտը որ գցվեց ամեն ինչի մեջ, այսինքն կեղտը, պիղծը, որ դրվեց այդ հողի մեջ, ինքը չարի ծաղիկներ է աճելու։ Ու մենք պետքա այստեղ հիմնական պայքարը պետքա լինի այդ ստի դեմ պայքարը։ Ուրիշ ոչ մի խնդիր չկա, ու բացահայտելը պետքա սուտը բացահայտվի ի սկզբանե, թե չէ ուրիշ խնդիր մենք չունենք անելու, թե չէ մենք խոսքով չենք կարող որևէ բան անել։ Ամեն բառի, ամեն քայլը կարող, հենց խոսքով կարող ես։ Խոսքին այո, հենց խոսքն է բանը եւ ի սկզբանե բանն էր, այսինքն որ հենց բաներ ի վերջո մենք խոսում ենք այս թեմայով, այս ոդկասթների եթերերի իմաստը նաեւ է դա, որ հիմնական իմաստը դա է, որ կանանք հակազդել, հա, իհարկե, այսպես ասած, չես կարող ուժերը անհավասար ահռելի անհավասար ուժեր են, որովհետեւ մի բան չի, մենք այսօր քննարկում ենք արդյոք արժե հիբրիդային պատերազմը, բայց հիբրիդային պատերազմը ուղղվում է հենց դրա ուղղությամբ, որ պետական ապարատի ու նաեւ օգնում են, դու պատկերացրա մենք չենք ահռելի Ադրբեջանի, Թուրքիայի ուժերը ինչ են անում, հարում են տարբեր միջոցները, որ իրանք էլ ունեն դիվանագիտության եւ այդ հիբրիդային պատերազմներ վարելու հարյուրավոր տարիների փորձ։ Իսկ միանշանակ ունի թուրքական դիվանագիտությունը ինքը միշտ հա ինքը դիվան, բայց օրինակելի է միամիտ ժողովրդին, որ բան են անում, որ 2 կոպեկ թոշակով կամ ապահովագրությամբ դեպել առանձին հարց է, թե որ քո ինքնությունը ոչինչ, թող դու մի կողմ դիր, բայց կարևորը դու լավ ապրես, այս ինչ են սարքում մարդուն։ Այդ սպարող Մաթեոսյանը շատ սիրուն խոսք ուներ, անասունին մարդուց ինչն է բաժանում, եթե պայմանական ասենք, պատմական հիշողությունը։ Հիմա նայ կովին ասում է 3 իր զավակին մորթել են, այսօր ինքը արածում է։ Հիմա նույն ձևի, եթե մենք ուզում ենք 3 դեռ Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս են տվել, այսօր նույն մարդիկ ընդունում են Ադրբեջանից եկող բենզինը կամ ծորենը։ Դու ինչ ես դառնում, ինչով ես տարբերվում այն կովից, այն ոչխարից, որ նախորդ օրը հորթին մորթել են, այսօր ինքը արածում է։ Ու արի sense դաժանությամբ չվերջացնենք, ես եթե sense պայմանական ասենք, որ պետք է ազգի հիշողությունը վերացվի, ինքը արդեն ինչ տարբերություն, դու ազգ ես, բանը, դու հայ ես, ադրբեջանցի ես, թե որևէ այլ ազգի ներկայացում։ Հենց աշխատանքից դրա ուղղությամբ էլ տարվում է, որ մեզանից զրկեն ողջ այդ հայկականությունը։ Ամբողջ այդ այս թեման խոսել ենք, Արարատը, ցեղասպանությունը, եկեղեցին, հավատը, Արցախը, այդ բոլորը կոմպոնենտներ են։ Ու ստեղծեն այդ Մանդելայի էֆեկտը, որ մարդիկ չհիշեն, որ իրենք իրանցով իրականում ինչ են եղել։ Ու մի հատ նոր մտքովս անցավ շատ հետաքրքիր ֆիլմ, էլի Ատոմ Էգոյանի ֆիլմերից էր, կարծեմ Պոմնից, որ մարդու ուղեղը բանը ICMR-ը մարդու մոտ առաջանում, ICMR-ով մարդուն հոլոկոստի ենթարկված մեկը հավատացնում է, որ այդ մարդը ինքը հրեա է ու ինքը պետքա վրեժ լուծի բանից։ Ամենահետաքրքիր մասերը մի պատմեմ, թող նայեն, այսինքն լավ հիշեցի, չէ՞։ Ամեն դեպքում ինքը ոնց կարան փոխեն մարդու ուղեղը, ինքը մարդասպանին դարձնեն վրիժառու, վրիժառուին դարձնեն ինչ ասեն խեղճ, ու նաև ազգային զոհ տարբեր բան, այսինքն մանիպուլյացիայի էֆեկտը, ինչպես կարող են փոխել մարդկանց հիշողությունը։ Այդ քոնշաստ կետերից մի բան էլ կուզեի ինչ բացենք, այդ հիշողությունը արդյոք ինքը էմոցիոնալ կոմպոնենտ ունի թե չէ, իմ կարծիքով միանշանակ ունի, ու այստեղ է գալիս ամենա այն դժվար կետը։ Գիտես ոնց։ Հա, եթե չեմ սխալ, Դանիել Կանեմանն էր իր աշխատությունում, ինքը բաժանում էր մտածողությունը 2 տեսակի հետ՝ արագ եւ դանդաղացոր, ավելի մակերեսային եւ ավելի խորքային։ Իրականում մենք մեր առօրյայում այդ արագ ու մակերեսային հիշողությունը արձագանքել շատ ավելի հաճախ ենք կիրառում, դա ուղեղի ոնց որ այդ պաշտպանական ռեակցիան էներգիա է խնայում, ոնց որ արդեն այդ ընդունված խաղի կանոններով։ Բայց հենց դրա վրա են խփում այն մանիպուլյատորները, զրկելով նույն այդ ինֆորմացիոն մեծ հոսքը, եթե լի վերադառնանք Հաքսլիին։ Օրինակ, դες հիմա պայմանական, հա, ասենք այս վիդեոն չգիտեմ, 20 րոպե, 25 րոպե, 30 րոպե է տևելու, շատերը գուցե ալարեն նայեն, որովհետև մարդիկ սիրում են այդ դոֆամինի արագ դոզան։ 5 վայրկյան, 10 վայրկյանում մի հատ ինչ-որ էմոցիա ստանա, կայֆը ստանա, այսպես ասած, հաճույքը ստանա ու ասի հարանա, նաև ինքը դիմադրություն է, ինքը չի ուզում ցավոտ բաներ լսել։ Ինքը չի ուզում վաղվա մասին մտածի, թե ինչ է լինելու։ Դա ուղղի էներգիա խնայող ֆունկցիան ինքը չի ուզում ավելորդ անգամ, հա։ Այո, ինքը իր պաշտպանողությունը եւ վատ լուր չի ուզում լսի։ Հա, Արի վերադառնանք նաև
հայերի բանին, որ այն մարդիկ, ովքեր վատ լուրաբեր են, այսպես ասած, իրանք բայբուշ են անվանում, կրկռան, ագրավ, բայց մարդը, որը փորձում է իրականություն սեփտուկ բերող, վատ բան ասող, ինքը ավետիս, ինքը դրական լույսի ներկա, բայց երկու մարդիկ են ուղղակի լուր են բերում։ Զարմանալի է, ասես Աստվածաշնչում էլ կա, չէ՞, որ Նոյը աղավնին, ու դրա համար մարդը ընկալում կա աղավնին է ավելի լավ կենթանի իմիջների ձևավորումն է, այդ կարանք առանձին Յունգի մասին խոսելիս, այդ ոնց է ձևավորվում ընդհանուր այդ վատի ու լավի պատկերը, PR-ը առանձին թեմա է։ Այսօրվա համար արի սենց ավարտենք, բայց ես էլի ամեն անգամ նշելու եմ, որ ես հավատում եմ, որ մեր ազգին այդքան էլ հեշտ չի պայմանական ասենք մոլորեցնելը, եթե չեմ ուզում վատ բառ ասել, որ դեբիլացնելը, այդ անգրագիտության գենետիկ հիշողությունը մարդկանց մոտ ինքը կծա եւ որովհետեւ սենց ֆրագմենտներ ալնում, էլի փոքր քո ասած այդ դեֆամինի ֆոկուսը մետրոյում տեսնի բանի հանդիպեցին մարդիկ, որոնք որ տենց ոգեշնչում են, իրենք իրանց կայծը տալիս են ու մեկ էլ մարդիկ սկսում են հիշել, որովհետեւ դեժավյու ֆիլմի մեջ էլ եթե վերադառնանք դեժավյու ֆիլմին, որովհետեւ հարվածը ուտում է ու ինքը սկսում է հիշել, թե իրականում ինքը ով է, ինքը ինչի համար է։ Ճիշտ ասած ինձ թվում էր, որ Արցախի կորուստից հետո կամ 44-օրյա պատերազմից հետո մի հատ ուշքի կգնք, չեղավ, բայց հիմա ոնց որ ինչ որ առանձին ֆորմաներ, ինչ որ փոփոխություն։ Ես համաձայն եմ, որ ընդհանուր հասարակական ոլորտի մեջ փոփոխություն։ Հիմա դրական է, այսպես ասած, այդ լույսերը անհամեմատ ավելի շատ են։ Բակավա մարդը զգում է, որ արդեն վերջ եկել է, կամ էլ այդ ստի դոզան այնքան շատ է, որ շատ վատ բան կարամ ասեմ, որ սուտը մտել է ավտոբուս, այսպես ասած, այնքան է շատացել, բայց սուտ չեն ասում, իրականում ուրիշ բանն է մտել ավտոբուս, հիմա բարձացել է ավտոբուս, ու այդ ավտոբուսով տենց խեղդում է մարդկանց այդ ավտոբուսի մեջ։ Բայց այստեղ գիտես, այսպես ասած ես համաձայն եմ, որ այդ դրականը կա, բայց խի չեմ ուզի ժամանակից շուտ ոնց որ ոգևորվենք։ Հա, որ հետո առաջին արխային չընկնենք, առաջին հարվածը ուտելուց հետո մի հատ շատ կարևոր նյուանս կա։ Այս ամեն ինչը նաև նույն քոնոշած Թուրքիայում եւ Ադրբեջանում են փայլուն հասկանում։ Որ մարդկանց իրանք թիրախավորված ու իրանք շարունակելու են, իրանք եթե տեսնում են, որ ասենք պլան A-ն չի աշխատում, կամ այդ լույսի ճառագումները տեղն ունեն, իրանք կգտնեն ինչ որ ունենան պլան B կամ պլան C, արդեն թիրախային աշխատելու այդ մարդկանց դեմ, կամ փոխել ինչ որ մեթոդոլոգիան ընդհանուր աշխատանքի, որովհետև եթե այս տակտիկան, այս տեխնիկան ամեն դեպքում այսքան ժամանակ աշխատել է իրանց տեխնիկա, բայց հիմա սկսել է զբոյներ տալ, որովհետև տեսնում ես քանի տեղից պրոտոկոլ է տալիս իրանց պլանները, բայց դա էլ եմ ասում, ես որևէ կերպ չի երաշխավորում, որ իրանք որևէ կոռեկտիվովկա ուղումներ չեն մսել այս տակտիկայի։ Նույնպես էլի աշխատելու են ավելի շատ, քանակը շատացնել։ Քանակն են շատացնելու, որակն են փորձելու բարձրացնել, մոտեցումն են փորձելու փոխել։ Ու ստեղ էլի արի եթե սկսել ենք Օրուելով 84-ով վերադառնանք 84-ին։ Ու այստեղ էլի շարունակել են առաջանել նոր լեզվի տերմինոլոգիաները։ Դենաս առաջիկա 2-3 ամսեր 2.5 ամսո մեջ նոր տերմիններ են էլի շարունակելու մտնել, որոնք ոնց դու ասացիր, որոնք այդքան բացասական կոնտեքստ չեն ունենալու, ավելի դրական են ընկալվելու, ավելի ականջահաճո են լինելու, բայց որոնք իրականում խորքային առումով իրանք այդ ենթագիտակցության ու հույզերի վրա, ամենակարևորը էմոցիաների հույզերի վրա ազդելու նպատակ են ունենալու, ու առաջին հերթին հենց այդ քո նշած այդ լույսի ճառագումները խամրեցնելու համար։ Դե փորձենք մենք էլ մեր դաշտը պահենք, ես ամեն անգամ տենց ենք վերցնում, մենք մեր խրամատը պահենք, մնացածը ինչ կլինի, ես մեզնից կախվածը փորձենք ամեն մեկը առավելապես անի ու չհուսալքվի, չհուսախաբվի։ Դու այդ խրամատի մոմենտը շատ հետաքրքիր պահ, զինվորը խրամատի մեջ նստած, ինքը ինչ է մտածում, ինքը արդյոք մտածում է, որ իր մեջքի հետևում ստեր են, դավեր են յուտում, չէ, ինքը իրան խրամատա վստահված, ինքը իր գործը պահում է։ Եթե մենք հասկանանք, որ անկախ նրանից թե հետևում ինչ է կատարվում կամ վերևներում ինչ հայտարարություն եղավ, դու եթե քո խրամատը փորձում ես պահես, քո ճշմարտության խրամատը, ազնվության, մաքրության, լույսի խրամատը, ինքը լրիվ այլ էֆեկտ ստացվի։ Դե փորձենք։ Մերսի շատ, ապրեք։ Շնորհակալություն, հաջողություն։